Սրտի տանիքներով Մոսա Production Կան ընկերներ և կա ընտանիք, և կան ընկերներ, որ դառնում են ընտանիք։ Նազ, ես հիշում եմ, որ Ալենը փոքր տարիքից ինքը շատ տարբեր էր, ինքան լուսավոր էր։ Ես մի անգամ ասեցի, իր մեջ կա մի հատ մեծ ներքին կուլտուրա, տես ներկայով եմ խոսում, որը որ իրեն միշտ տարբերում էր։ Դու մենակ ես իրեն մեծացրել։ Անկախ այն հանգամանքից, որ 11 տարի Ալենին մենակ եմ կրթել ու դաստիարակել, բայց կրթել ու դաստիարակել եմ պատվարժան երիտասարդ։ Կրթել ու դաստիարակել եմ հայ ազգի համար հրաշք պատանի, հերոս զավակ, և միայն հպարտանալու առիթ ունեմ։ Ալենը արվեստ այնքան էր սիրում, բեմը, թատրոնը, գրքերը, մենք իհարկե կվերադառնանք անպայման այդ գրքասերի պուրակին, այնքան սիրուն է այդ քանդակը, այդ հատվածը իր հետ կապված, բայց ես կուզեմ, որ մանկությունից գանք, որտեղ ես գիտեմ, դեռ ինքը մի քանի ամսական էր, երբ որ դու պատմում էիր, որ դու իրեն սկսում էիր բանաստեղծություններ կարդալ ու ինքը լսում էր։ Դու գնում էիք իրար հետ թատրոն։ Նախ ասեմ, որ դուք ֆանտաստիկ ընկերներ էիք։ Ես ինչքան ձեզ տեսնում էի որպես մայր-որդի հարաբերություններ, առաջինը տեսնում էի հրաշալի ընկերներ ու անսահման սեր։ Դուք այնքան քնքշությամբ էիք միմյանց դիմում։ Ես երբեք չեմ տեսել, որ դու շատ կենցաղային Ալենի հետ խոսես, անկեղծ եմ ասում։ Չեմ հիշում, որ ինչ-որ այսպես դիտողություն անես, ասենք ինչ որ կարող ունեք մենք մեզ թույլ տանք անել։ Ինչից էր դա գալիս, որ դուք երկուսով էիք։ Մեր կապը կարծես տիեզերական էր։ Ես ուրիշ անուն չեմ կարող տալ այդ կապին։ Իրականում այն ֆանտաստիկ էր, այնքան սերտ էր, այնքան ներդաշնակ էր։ Ես եւ Ալենը այնքան ինքնաբավ էինք։ Ես երբեք ինձ դժբախտ չեմ զգացել, անկախ այն հանգամանքից, որ մենակ ես։ Ալենին մենակ եմ դաստիարակել, այո։ Ալենն ինձ համար տիեզերքի իմ կենտրոնն էր եւ ամեն ինչ պտտվում էր նրա շուրջ։ Ես ապրում, արարում էի Ալենի համար, Ալենով, ու երբեք ինձ չեմ զգացել դժբախտ, կոտրված, հուսահատ։ Ես բազմաթիվ անգամ վերլուծել եմ իմ կյանքի ճանապարհն ու ուղին եւ եկել եմ եզրակացության, որ կան մարդիկ, որոնց կարծես թե տիեզերքը ձեռնոց է նետում, որոնց հետ կարծես թե տիեզերքը մրցակցության մեջ է մտնում։ Եվ համոզվել եմ, որ այդ մարդկանցից մեկը ես եմ, որովհետև իրականում չափիտ շատ էր 20-ամյա աղջնակի համար մնալ առանց հոր, շատ վաղ տարիքում կորցնել ծնողին, ուսերին, փխրուն ուսերին կարող եմ ասել, ունենալ ընտանիքը պահելու հոգսը, դեռ տարիներ առաջ, ոչ այսօրվա 20-ամյա աղջնակի համար, այնուհետև երիտասարդ կին կյանքով լեցուն, երազանքներով, ապագայով ու դարձյալ հարված։ Կարծում եմ, տիեզերքն ինձ անվերջ փորձությունների է ենթարկել, անվերջ հարվածներ է ուղղել։ Ես չգիտեմ, ինձ ավելի կոփելու, ինձ ավելի ուժեղ դարձնելու, ինձ փորձելու համար, բայց մի բան կարող եմ ասել, որ ունեի Ալեն և տիեզերքը իմն էր։ Շատ զայրացած ու շատ հիասթափված աշխատանքից տուն ես գալիս ու Ալենը քեզ դիմավորում է, Ալենը երևի թե 5 տարեկան էր, չէ՞, այդ ժամանակ 5-6 տարեկան։ Այո։ Փոքրահասակ մի երեխա, որն այնքան զգայուն էր, այնքան ներբազգաց էր, այնքան ճշգրտորեն կարողանում էր դիմացինի ապրումները, զգացումները, հոգեվիճակը, տրամադրությունը զգալ, եւ ես յուրաքանչյուր անգամ դրանում համոզվում էի։
Իսկ գագաթնակետային իր խոհափիլիսոփայական մտքի արտահայտելը մի դիպվածի առիթով եղավ, աշխատում էի բավական լուրջ պետական հիմնարկում, բավական լուրջ պաշտոնի եւ իրենից բխող խնդիրներով, փորձություններով, հիասթափություններով, ինչպես նաև զայրույթով։ Ինքս լինելով շատ թույլ տամ ասել անարդարության հետ ոչ հաշտ ապրող մարդ, միշտ պայքար եւ միշտ ընդվզում եմ ունեցել։ Լինել արդարության ջատագով, լինել թույլի կողքին դեռ դպրոցական տարիներից։ Եվ երբ հանդիպեցի մի օր շատ մեծ անարդարության, չկարողացա լռել, ձայնս բարձրացրի այդ առիթով եւ բնականաբար ղեկավարության հետ ունեցա բավականին լուրջ բախում։ Սակայն դա ինձ երբեք չի անհանգստացրել, իմ տեսակին ծանոթ մարդիկ գիտեն, որ ես երբեք չեմ վախեցել այդ բախումներից եւ իմ խոսքը դիմացինի երեսին ասելուց։ Սակայն բնականաբար այն ինձնից մեծ էներգիա էր տանում, նյարդ էր պահանջում եւ օրվա վերջում աշխատանքից գալիս էիր այնուամենայնիվ աշխատանքային հոգսերը ինչ որ չափով տուն բերելով, անկախ ամենից, որ փորձում էիր չբերել հնարավորինս։ Բայց Ալենը բավական էր դուրը բացեր իմ առջև, նայեր դեմքիս ու հասկանում էր հոգեվիճակս։ Այդպիսի մի օր էր, վերադարձա աշխատանքից տուն եւ Ալենս ողջագուրվելուց հետո հարց տվեց. «Մամ, դու զայրացած ես»։ Պատասխանեցի. «Այո, որովհետև մենք գաղտնիքներ չունեինք իրարից»։ Հարցրեց անմիջապես մտահոգ. «Ինձ վրա ես բարկացած»։ Ասում եմ. «Չէ, Ալեն ջան»։ «Բա ում վրա ես բարկացած, մայրիկ»։ Բնականաբար չուզելով երեխային խառնել մեծերի կյանքի այդ անազնիվ վիճակների հետ, փորձեցի խուսափողական պատասխան տալ, ասելով. «Դե աշխարհի վրա եմ զայրացած, Ալեն ջան, աշխարհի»։ Եվ հինգամյա այդ հրաշամանուկը ժպիտը դեմքին ձեռքերը էսպես տարածեց, նայեց ինձ ժպտադեմ ու ասեց. «Վայ, մայրիկ ջան, աշխարհը պիտի սիրել, ոչ թե նրա վրա բարկանալ, իր մանկական, այդպես ազնիվ ձայնով կրկչան»։ Ու ես հենց այդ վարքյանից հասկացա, որ այս փոքրիկ մարդուկի մեջ խորը փիլիսոփա է ապրում, որի մասին համոզվեցի հետագայում կարդալով իր նոթատետրը, որտեղ տեղ էին գտել բազմաթիվ իր խոհափիլիսոփայական մտքերը։ Նազ, այդ մտքերին ծանոթացար արդեն լեզուս չի պտտվում ասել Ալենի դեպքից հետո։ Պատերազմից հետո, այո։ Գիտեք, անկախ մայր ու զավակ կապից, երբ երեխան փոքր է, դու շատ ավելի հսկողություն ունես իր առօրյայի, կենցաղի, իր օրվա ռիթմի վրա։ Բայց երբ երիտասարդն արդեն առնական, խելացի, դասախոս, ռեժիսոր, մանկավարժ, կամավոր, դու աստիճանաբար քեզ փոքր-ինչ երկրորդ պլան ես մղում եւ բնականաբար իր կյանքից տեղեկանում ես այնքանով, ինչքանով որ ինքը նպատակահարմար է գտնում քեզ ասելու։ Եվ քաջ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր մարդու նոտատետր դա իր սրտի պահոցն է, որտեղ թղթին են հանձնվում գաղտնիքները, մտորումները, երազանքները։ Եվ երբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը առաջարկ ներկայացրեց Ալենյան մեկամսյակ անցկացնելու եւ խնդրեց մեզանից Ալենի անձնական իրերը տրամադրել, ես միայն այդ ժամանակ բացեցի իր դարակներից մեկը, որում շատ խնամքով գեղեցիկ դասավորված, կոկիկ շարված էին նրա նոթատետրերը, տետրերը, գրենական պիտույքները, եւ այսպես դողդոջուն ձեռքերով ձեռքս վերցրի եւ ակամայից պիտի թերթեի, որպիսի հասկանայի կարող եմ տրամադրել թե ոչ։ Եվ տեսա նրա խոհափիլիսոփայական մտքերի մի հսկա պաշար, որն իհարկե հիացմունք էր առաջացրել նաեւ թանգարանի աշխատակազմի ու տնօրինության մոտ, եւ տնօրենը ինձ ասեց. «Տիկին Նազելի, կարդալով նոթատետրերը ես հասկանում եմ, որ մի ամբողջ գիտահետազոտական լաբորատորիա է անհրաժեշտ, որպեսզի կարողանան Ալենին շերտ-շերտ բացահայտել,
որտեղ ինքը իսկապես շատ բազմաշերտ էր։ Ալեն ռեժիսոր, ալեն գիտնական, ալեն դասախոս, մանկավարժ, ընկեր, կոլեգա, թորնիկ, զավակ, եղբայր եւ ընդհանրապես։ Նազ որ հետ գնանք ամենասովորական օրը։ Որ սովորական օրդ կուզեիր, որ կրկնվեր։ Գուցե չհավատակ, բայց որքան էլ իմ հիշողության ժապավենը ես ետ եմ պտտում, ես Ալենի հետ սովորական օր չեմ ունեցել։ Ծնված օրից Ալենի հետ ապրել եմ կարծես մեծի հետ։ Դուք շատ ճիշտ հիշեցիք, դեռ 40-ի մեջ էր, երբ գլուխը դնում էր ուսիս, եւ ես քնացնելու ժամանակ բանաստեղծություններ էի կարդում։ Հաճախ մտածում էի, որ միգուցե քնած է եւ չի էլ լսում, չնայած որ դա չէր խանգարում, որ ես շարունակեմ։ Բայց հետո ստուգելու համար մի պահ կանգ էի առնում, զգում էի, որ Ալենը ձգվեց, գլուխը բարձրացրեց, հասկացնելով, որ ինքը լսում է։ Խաղում էի իր հետ։ Գնում էինք այգի, պուրակ։ Ես կարող էի բարձրահասակ էի բնականաբար, կարող էի կռացած իր հետ նստել գնացքը։ Ինքը փոքրիկ, ես ավելի բարձրահասակ, կարող էի նստել այգում եւ գիպսե արձանիկներով նկարել։ Միայն թե Ալենի հետ անցկացնեի ժամանակը։ Մեր զրույցներն այնքան հետաքրքիր էին, ու ես իր հետ ապրել եմ մեծի նման։ Խոսել ենք խնդիրների մասին, խոսել ենք գաղտնիքների մասին, ես իրեն էի վստահում ինքը ինձ եւ ունեինք պայմանավորվածություն։ Խնդրել էի, որպեսզի իրանից ոչինչ չթաքցնեին, որովհետև այս մեծ աշխարհում միևնույն է, ես ու Ալենը երկուսով էինք։ Չնայած որ անսահման երախտիկս, մայրիկիս եւ քույրիկիս, որոնք շատ օգնել են ինձ այդ դժվար տարիներին, պահելու եւ հոգ տանելու Ալենի մասին, որովհետև ես ինքս ինչպես ասեցի, միշտ աշխատել եմ բավականին լուրջ եւ պատասխանատու աշխատանքներում, կապված մասնագիտության հետ եւ բնականաբար ամենից հարազատը մայրս ու քույրս էին, որ ամբողջ սիրով, սրտով ու ջերմությամբ լցնում էին Ալենի այն ժամանակը, երբ մենք միասին չէինք։ Այնպես որ Ալենի հետ ամեն օրը յուրօրինակ էր, նոր բացահայտում էր ինձ համար։ Թվում էր, թե մեծը ես եմ ու ես պիտի սովորեցնեմ միայն, բայց ոչ։ Նազ միասին էիք նախաճաշում։ Պարտադիր։ Որովհետև ես հիշում եմ թեկուզ այն դրվագը, երբ որ դուք ձեր նոր տանը դեռ կահույք կարծես չկա, բայց դուք ապարում էիք միասին Ալենի հետ, ու դա կարծես ձեր սովորական օրերից մի օր էր։ Այսինքն այդ ջերմությունը, որը ես ասում եմ, դուք անգամ առօրյայում Ալենի հետ երբ որ շփվելիս տեսնում էի, այնքան ջերմ էր, այնքան ընկերական էր այդ հարաբերությունները, մեկ էլ ինքը շատ մեծ ակնածանքով էր վերաբերվում։ Իսկապես Ալենը մեծ մայրապաշտ էր։ Յուրօրինակ գնահատելու եւ երախտագիտության զգացում կար իր ներսում պարուրված։ Ամբողջովին այդպիսին էր եւ ամենաշատը տոներից սիրում էր երախտագիտության տոնը, որովհետեւ շատ էր կարեւորում եւ գիտեք, կյանքի բոլոր տարիներում մանկությունից, դպրոցահասակ տարիներից ընդհուպ պատանեկություն եւ արդեն ավելի հասուն տարիք Ալենը գիտակցում եւ արտահայտվում էր։ Հասկանում էր, թե որքան սեր եմ իրեն տվել, որքան ժամանակ, ինչու՞ չէ, իր հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը ես կտրել եմ իմ հաճույքից, իմ ժամանցից, ինչու՞ չէ, իմ հանգստից, ընկերուհիների հետ անցկացրելիք հաճելի ժամանակից։ Ընդհուպային աստիճան, երբ ինձ արտադրության նախարարի կողմից առաջարկ ստացա դատավորի պաշտոնում նշանակվելու, ես առանց աչքս թարթելու հրաժարվել եմ։ Հրաժարվել եմ եւ բոլորը զարմացած, մի քիչ էլ զայրացած ինձ խեթ էին նայում, մտածելով, որ ինձ հետ ինչ-որ մի բան այն չէ։ Սնցիլ հնարավորություն։ Այո։ Սակայն ես ունեի մի պատասխան։ Ես քաջ գիտակցում էի, որ ինքս էլ տեսակով լինելով տրվող մինչև վերջ, կապ չունի դա մասնագիտությանն է, ընկերությանն է, սիրած աշխատանքին է, ես
տրվում եմ մաքսիմումով եւ գիտակցում էի, որ դա միևնույնն է պիտի կտրվի երեխային տրվելիք ժամանակից։ Ես չեմ կարողանալու լիարժեք սերս տամ, ժամանակս տամ։ Ու կշերքի նժարին դնելով ես հասկացա, որ ակամայից կայացրի իմ ամենաճիշտ որոշումներից մեկը՝ մնալ զավակիս կողքին, վայելել իրեն, խաղալ իր հետ, հաճախել բոլոր մանկական կինոթատրոնները, պատկերասրահները, տիկնիկային թատրոնները, միմյանց վայելել, գնալ աշխարհով մեկ շրջագայության, ինչու՞ չէ, նախաճաշերը սկսել միասին։ Եվ այո, ես թողեցի Արդարադատության նախարարությունում ընդհանուր բաժնեպետի պաշտոնը, հանգիստ տեղափոխվեցի մասնավոր համակարգ մի պայմանով, որպեսզի կարողանամ աշխատանքս կազմակերպել ժամը 10-ից 4 ընկած ժամանակահատվածը, քանի որ Ալենի մանկության տարիներին չկային մասնավոր մանկապարտեզներ, իսկ պետական մանկապարտեզներում ժամանակը շատ կարճ էր ավարտվում, ստիպված էիր 4:30 մաքսիմում 5-ին երեխային վերցնել, եւ ես ուզում էի առավոտյան իր հետ նախաճաշել, համոզված լինել, որ ինքը կուշտ է, թաթիկը բռնած, յուրաքանչյուր ծիտիկի, ծաղկի վրա ուշադրություն դարձնելով, քայլելով գնում էինք դեպի մանկապարտեզ, որից հետո ես կկարողանայի ինքս վերցնել ու էլի իրեն վայելել, այդ ճանապարհին կանգ էինք առնում ու ասում էի, Ալեն նայի, ինձ սիրուն ա երգում ծիտիկը, լսի, հլտես ինձ սիրուն ա ծաղիկը բացվել ու Ալենը էսթետ էր։ Գիտեք, կարող է ես ուշադրությունը հրավիրեի, բայց իրեն դա հետաքրքիր չլիներ, բայց զարմանալի կերպով իր մեջ նստած էր գեղեցկության զգացումը։ Իսկ այդ երախտագիտության, իր ակնածանքի մասին բազմիցս անգամ արտահայտվել է թե ընկերների մոտ, թե սոցիալական ցանցերում նկարները տեղադրելով, երբ գրել էր. աշխարհի համար ինքը իմ մայրն է, իսկ ինձ համար մի ողջ աշխարհ։ Նազ, ես հիշում եմ, երբ որ պատմում էիր, որ Ալենի սենյակում ամեն ինչ այնքան կոկիկ էր ինքը դասավորում, իր հագուստները գույներով, իր իրերը, մի խոսքով, ես գիտեմ, որ այդ սենյակին փորձում եք մատով անգամ չդիպչել։ Մինչ այսօր նույնիսկ սենյակի բազմոցին կոկիկ ծալված է իր ձեռքով դրված տնային հագուստը, երբ մեկնեց, այնպիսի տպավորություն էր, որ ինչպես ամեն օր պիտի տուն վերադառնար, հագներ տնային հագուստը, բացառիկ կարգապահ երիտասարդ էր։ Ալենը երբեք ոչ մի տեղից չէր ուշանում։ Ես որքան էլ ուզում եմ հիշել ցայտնոտային վիճակում Ալեն, շտապող Ալեն, չհասցնող Ալեն, ուշացող Ալեն, չի ստացվում։ Այնքան ինքը կարգապահ էր, կոկիկ, րոպեների ճշգրտությամբ կարող էր գալ ժամադրության։ Այդպես էլ իր սենյակն էր, իր գրենական պիտույքներն էին, իր տետրերը, գրքերը, իր գրադարանը ֆանտաստիկ ճշգրտությամբ դասավորված եւ մարդիկ, որոնք տեսել են տեսանյութերում Ալենի սենյակը, պատվիրել էր դիզայներներին յուրահատուկ մի աստիճան, որը շարժական էր, որպեսզի ինքը ամբողջ պատի երկայնքով կարողանար տեղաշարժվել եւ իրեն հետաքրքրող գիրքը բարձրանար ու վերցներ անխոչնդոտ։ Եվ եթե հանկարծ նստած բազմոցին կամ աշխատասեղանի առջև նկատեր, որ 1 միլիմետր խախտվել է գրքերի դասավորությունը, ապա չէր զլանա, կբարձրանար, ամեն դեպքում բավական բարձրահասակ էր, կբարձրանար այդ աստիճանի վրա, կոկիկ կդասավորեր եւ անգամ թույլ չէր տա, որպեսզի տանը աշխատող մեր օգնականները փոշու շորով մաքրեին իր գրքերը։ Դրանք եւս պիտի հատուկ շոր ունենային, որին դիպչելու իրավունք միայն ինքը ուներ։ Շշմելուն ու հակասականը նա է, որ Ալենը, որ այդքան ամեն ինչի հանդեպ ուշադիր էր ու փոքրուց
որքան էլ որ դժվար է եղել, որքանով էլ որ դու միայնակ ես եղել, դու ստեղծել ես իր համար բոլոր բարեկեցիկ պայմանները, բոլոր այն հյուրանոցները ու ճամփորդությունները, որոնք որ Ալեն ունեցել է այդ տարբեր երկրները։ Թվում էր, թե այդ երեխան, այդ տղան, այդ պատանին պիտի ընտրեր սովորելը։ Պիտի չգնար ծառայության հետևից, որովհետև մենք բոլորս գիտենք, որ երբ որ դու մեկնում ես բանակ ծառայության, այնտեղ չկան այդ փափուկ պայմանները, այնտեղ չկա այդ էսթետ վիճակը, այդ կոկիկությունը, այդ դասավորվածությունը, ու մենք յուրաքանչյուրս որպես մայր միշտ ուզում ենք մեր երեխային ամեն գնով պաշտպանենք, ու շատ անկեղծ խոսեմ, կար այդ հնարավորությունը, որպեսզի ինքը չմեկներ ծառայության, բայց առաջին անգամ ինձ թվում է, երբ որ ձեր կարծիքները մեկտեղ չէին։ Բրավո։ 21 տարիների մեր ներդաշնակ կյանքի մեջ եզակի հարցեր, որտեղ մենք համակարծիք չեղանք։ Եզակի հարցեր, որտեղ մենք բախում ունեցանք։ Ես ուզում եմ անկեղծ լինել եւ մշտապես շիտակ ասում եմ։ Ես դեմ եի Ալենի այդ որոշմանը։ Ես դեմ եի մի շարք հանգամանքներից ելնելով։ Նախ որովհետև իմ ամենաչար երազում անգամ չեմ կարողացել պատկերացնել, որ Ալենը եւ հայկական բանակը համատեղվելու են։ Որովհետև քաջ գիտակցում էի, որ բանակը Ալենի տեղը չէ։ Ոչ թե որովհետև նա չէր կարող դիմագրավել մարտահրավերներին, այլ որովհետև ինքը ափսոս էր այդ պայմանների համար, որովհետև տարիներ շարունակ տքնաջան կրթվել էր։ Ուսումնառության տքնաջան օրեր, երբ հասակակիցները ավելի շատ ժամանցով էին զբաղվում, Ալենը կարդում էր, Ալենը գրում էր, Ալենը ստեղծագործում էր, ֆիլմեր էր նկարում, անվերջ կրթվելու գիտության, կրթության, արվեստի ու մշակույթի ճանապարհին էր։ Եվ ես քաջ գիտակցում էի, որ այն պոտենցիալը, այն ինտելեկտուալ տվյալները, որ ի բնե, ի ծնե եւ աշխատասիրության արդյունքում ինչու՞ չէ նաեւ մեր ընտանիքում կրթության նկատմամբ խորը հարգանքի արդյունքում ձեռք էր բերվել։ Ափսոս էր այն 2 տարիները, որտեղ այն ուղակի պիտի դադար լիներ։ Չնայած որ Ալենը յուրօրինակ էր նաեւ այդ պարագայում, եւ մարտական ընկերները, զինակից ընկերները հետո արդեն իհարկե պատմում էին, որ հավաքվում էին ու խնդրում էին, որ Ալենը խոսի։ Միայն թե Ալենը պատմի, ցանկացած ոլորտից, ցանկացած բնագավառից գիտակ էր, որովհետև անվերջ ինքնակրթության ճանապարհին էր։ Այնպիսի մի առնական բնավորությամբ երիտասարդ էր թաքնված, որ գլուխ բարձրացրեց հենց պատերազմի ժամանակ։ Գլուխ բարձրացրեց եւ իր վճռական ձայնը ասաց։ Եվ երբ վերջին կետում զգում էր, որ կարող է սպառվեն իր արգումենտները, մեջբերում էր անում, դու չես ինձ այդպես դաստիարակել, հիշում ես, որ աշխատանքից տուն էիր գալիս, դասերը ստուգում էիր, ասում էիր, դե բեր քննարկենք, պատմավեպը ուր ես հասել, ու այդպես ինձ լռեցնում էր, առջևս հասուն ու կայացած Ալենն էր, ու ես ոչինչ չկարողացա անել, որովհետև վճռական էր, որտև չափազանց վեհ էր իր տեսակը, իսկապես ես նորից եմ ասում, սրանք սուբյեկտիվ խոսքեր չեն սիրող մոր, կվկայեն իմ խոսքերի մասին բոլոր նրանք, ովքեր գեթ 5 րոպե բախտ ու առիթ են ունեցել Ալեն տեսակի հետ շփվելու։ Փառք Աստծո, կենդանի են բոլոր իր ուսուցիչները, իրեն դասավանդող դասախոսները, իր ուսանողները, իր ընկերները, կոլեգաները, հարազատները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, որոնց հետ շփումը միայն ուրախություն է պարգևել այդ մարդկանց։ Մեկ անգամ եւս համոզվել են, որ այս տղան նման չէ մյուսներին, իր մտածելակերպով, իր աշխարհայացքով, իր ընդհանրապես ապրելու տեսակով։ Ես որ ամեն անգամ անցնում եմ
Սարյանի այդ Լեո փողոցով ու մենք հաճախ այդ Լեո 1-ում մեր սիրելի տանիքներից մեկն է, երբ որ նկարում ենք, մեկ սենց նայում եմ Ալենի դեմքին, սենց ժպիտով իր արևոտ դեմքին, սենց ոնց որ մտքիս մեջ երկխոսություն ունենանք։ Նազ, հիշում ես վերջին հանդիպումը Ալենի հետ, ինչ խոսեցիք իրար հետ։ Ինչպես կարող եմ չհիշել։ Չարաբաստիկ պատերազմի օրը մենք Արցախում էինք։ Գիտեք, 1.5 ամսվա ժամկետային ծառայող էր եւ COVID-ի սանկցիաների պարագայում այնպես էր իրեն դրսևորել որպես զինվորական։ Ամբողջ հրամանատարության հիացմունքներ հարուցել։ Եվ երբ գնացինք իրեն տեսության, ուղղակի վստահ էի, որ կարողանալու էի տեսնել, անկախ նրանից, որ թույլ չէին տալիս։ Բայց այնպես ճիշտ էր իրեն պահել, այնպես կարգապահ, այնքան պատասխանատու, որ հրամանատարական կազմը ինքն էր թույլ տվել, իմանալով, որ ծնողներն այցի են եկել։ Եվ մեզ հետ էր։ Վերջի պահին լուսաբացի 6:40 հագնվեց, պատրաստվեց, կանգնեց, թիկունքով դեպի սարերը մատաղիսի ու խնդրեց, որ իրեն լուսանկարեմ, արտաբերելով այս նախադասությունը. «Մամ, նկարի ինձ քանի խաղաղ ա»։ Եվ խաբելով մեզ ճանապարհեց։ Հասկանում եք, մենք միասին էինք, մենք հանգիստ կարող էինք միասին գալ Հայաստան։ Բայց նա այնքան ազնվագույն էր, նա չէր կարող հարվածի տակ դնել նաև հրամանատարներին, որոնք տվել էին թույլտվությունը տեսակցելու ծնողների հետ, որովհետև առավել քան վստահ էին, որ Ալենը փախնող տեսակ չէ։ Երիտասարդը չի կարող փախնել, երբ ինքնուրույն է կայացրել իր որոշումը։ Լինելով երիտասարդ գիտնական, նա ազատված էր ծառայելու պարտավորությունից։ Ընդունվելով Բոստոնում Հարվարդի համալսարան, աշխարհի թոփ 10 համալսարաններից, նա ուներ տարկետում հանգիստ չծառայելու եւ վերջապես ուներ եզակի մի հիվանդություն, որը նրան անվերապահորեն ապահովում էր չծառայելու բացառիկ իրավունքով։ Բայց սա եւս խոսում է այն մասին, որ Ալենը շարքային երիտասարդ չէր, որ անմիջապես կօգտվեր իր արտոնությունից, իրեն տրվելիք։ Ու այո, կայացրեց որոշումը գնալ, լինել հայրենիքի կողքին, լինել ժողովրդի կողքին, պայքարել, ծառայել, նվիրվել։ Եվ երբ ես 4-րդ օրը կարծես մայրական սիրտս վկայում էր, նամակ ուղարկեցի իմանալով, որ բավական լուրջ առողջական խնդիրներ էին ծագել կույրաղիքի հետ կապված։ Բայց նա անգամ այդ ցավերը անտեսելով, չանսած իմ խոսքին, երբ ասեցի միգուցե հոսպիտալ պարկես, մի փոքր կազդուրվես, էլի կգնաս կռիվ։ Ես համացանցում եմ տեղադրել իր նամակը, որտեղ ինձ ասում է. չէ, ու չփորձես ինձ դասալիկ դարձնել։ Ես լավ եմ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Այնինչ հենց հաջորդող օրը, երբ մարտական բարդ առաջադրանք են տալիս առաջնագծին, հասցնելու զենք զինամթերք, սնունդ եւ ջուր, ոչ մեկ չի ուզում գնալ այդ բարդ հանձնարարությունը կատարելուն, որովհետև բոլորն ակնհայտ տեսնում են, թե ինչ իրավիճակ է, երբ արկերի հեղեղ է երկնքից։ Ալենը ոտքի է կանգնում գիտակցելով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սնունդ եւ ջուր ու զենք չհասցնելը, առանց մի վայրկյան իսկ երկմտելու կոչ է անում տանել պահանջվող պարագաները։
ասելով տղերք մեր աղբերներին կսպանեն, առանց զենք ու ջուր ինչ պիտի անեն։ Եվ երբ բեռնատարի վրա կանգնած գնում են դեպի առաջնագից, անգամ աթեհեսն է սիրահարվում Ալենին։ Եվ ասում են, որ ինքը անգամ չի փորձել փախչել, ինչպես կանգուն թափքում մնացել է, այդպես էլ կանգուն անմահացել է անօթաչուի հարվածից։ Եվ հենց այդ նամակն ու այդ բարդ առաջադրանք կատարելն էլ հիմք հանդիսացան, որպիսի ստանա Արցախի հերոսի բարձրագույն կոչումը, որովհետև դրանից ավել նվիրվածություն, դրանից ավել արժանապատիվ կեցվածք, դրանից ավել անվախություն ու խիզախություն ուղղակի անհնար է պատկերացնել, երբ 21-ամյա երիտասարդը, որ գունեղ ապագա ուներ Միացյալ Նահանգներում, աշխարհի ցանկացած երկրում, բարեկեցիկ կենցաղ, փափուկ անհոգ կյանք, բայց կատարում է իր ընտրությունը։ Մահ չիմացալ մահ է, մահ իմացալ անմահություն։ Ուրեմն մեր Իտալ Սոլարը միշտ սիրում է նվերներ անել։ Առաջին նվերը նա է, որ երբ որ մարդիկ դնում են այդ արևային կայանները, մոռանում են հոսանքի ծախսի մասին։ Հիմա մեր եղանակները այնքան արագ է փոխվում, նոր արև էր, հիմա քամի։ Հիմա շուտով գարունը դեռ չավարտած, արդեն ամառը մարդիկ դժգոհելու, սովորաբար ասում են, չէ, ձմռանը գազի ծախսից են մարդիկ անհանգստանում, իսկ ամռանը այդ հոսանքի ծախսից։ Հիմա Իտալ Սոլարը ասում է, գնեք 8 կիլովատ եւ ավելի հզորությամբ արևային կայան, մենք ձեզ կնվիրենք օդարակիչ։ Դուք կմոռանաք հոսանքի ծախսի մասին եւ ձեր տանը կլինի միշտ այն ջերմաստիճանը, որը որ դուք կկամենաք, որովհետև ունեք արդեն օդորակիչ, ունեք Իտալ Սոլար, ունեք արևային կայան եւ միայն այս ամենի համար սիրելիներս պետք է զանգահարեք 8128, ձեզ կտրվի անվճար խորհրդատվություն եւ անվճար նախագիծ։ Երեխաները սովորաբար էգոիստ են լինում։ Ես գիտեմ ու շեշտեցի, որ Ալենի հետ ընկերներ լինելով, երբ հնարավորություն ստեղծվեց կյանքը եւս մեկ անգամ սկսելու, նոր էջից, նոր անձնավորության հետ, ունենալ երեխա, ես գիտեմ, որ Ալենը միայն սատարում էր։ Այո։ Կուզեմ այս մասին խոսենք, որովհետև դա ամեն երեխայի վիճակի չի։ Դա շատ ցավոտ է լինում, երբ որ դու հասկանում ես, որ ծնողդ քո մյուս ծնողի հետ չի շարունակելու այդ ճանապարհը, այլ հակառակը շատերը կանգնում են ասում են կամ ես կամ այդ ամուսնությունը, կամ ես կամ այդ անձնավորությունը, եւ անգամ շատերը շատ ցավոտ են տանում, երբ որ պետք է քույր կամ եղբայր ունենան։ Երբ ես ասում եմ Ալենը յուրօրինակ էր, ինքնատիպ էր, նման չէր ոչ մեկին, որ չափազանց վեհ էր, միգուցե շատերը թերահավատորեն են վերաբերվում, միգուցե շատերը հոգու խորքում կասկածում են, բայց սա ևս ապացույցն է նրա յուրօրինակ լինելու, նրա բարձր վեհ լինելու։ Այո, երեխաները էգոիստ են, հատկապես դեռահասության շրջանում, հատկապես Հայաստանում, բայց Ալենը տարբեր էր, եւ բազմաթիվ անգամ իր ուսուցիչները, դասղեկը փաստել են, որ երբ շարադրություն են գրել, երբ հարց է տրվել Ալենին, ինչ ես երազում, հարցի պատասխանը եղել է, ես երազում եմ, որ մայրս երջանիկ լինի։ Ալենը իմ
ուրախ ու տխուր օրերի ընկերն է։ Իմ նեղ ու լայն օրերի ընկերն է։ Ալենն իմ թիկունքներ, իմ ապահովեններ, իմ խորհրդատուներ, գաղտնիքներիս իմ պահապաններ։ Թվում է թե հակառակ սերեր են, մայրիկը միգուցե աղջկա հետ չէ կարողանա այդպես սրտի գաղտնիքները խոսել։ Իսկ ես գալիս ու կիսվում էի։ Գիտես Ալեն, այսպիսի առաջարկ եմ ստացել։ Գիտես Ալեն, այսպիսի կոմպլիմենտ եմ ստացել։ Այ, այսպիսի անակնկալ է արվել։ Ու ես անպայման ասում էի, ովքեր են ինձ ծաղիկներ ուղարկել։ Ծիծաղում էինք մի լավ կահքա, քննարկում էինք իրար հետ, շփթում էինք ու անցնում։ Բայց ես միշտ մի բան եմ իրեն ասել. Ալեն, արևս, ես ուզում եմ, որ դու մեծանաս լիարժեք ընտանիքում, որ դու ունենաս տղամարդու հոր, արական սերի այնպիսի օրինակ, որը միայն ուսանելի կլինի, որից դու սովորելու բան կունենաս և վերջապես, որի կողքին դու կապրես հոգեպես խաղաղ։ Ես մշտապես նրան հավաստիացրել եմ, որ առաջին հերթին ես մայր եմ հետո կին և ցանկացած պարագայում իմ կին լինելը զոհել եմ մայր լինելուն և ես թույլ տվեք ասել հապարտ եմ դրանով և երբեք ոչ մի վայրկյան չեմ փոշմանել։ Միշտ ասել եմ, որ այն տղամարդը, որին ես հարմար կգտնեմ կողքիս ունենալու, առաջին հերթին սեր ու հոգատարություն պիտի տա քեզ։ Ես կընտրեմ այն տղամարդուն, որի համար դու կլինես սիրելի ու ցանկալի, որի համար քո ճակատագիրը միևնույն չի լինի, քո հոգեվիճակը միևնույն չի լինի։ Թույլ տամ ասեմ, որ կյանքի ճանապարհին քիչ չեն եղել թեկնածուներն ու երկրպագուները։ Սակայն ես նշաձողը միշտ բարձր եմ դրել։ Թող նաև անհամեստ չհնչի։ Միշտ գտել եմ, որ իմ կողքին պիտի լինի մոլորակի լավագույն տղամարդը։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ ես գտա այդ տղամարդուն։ Ամուսինս բացառիկ սիրով, հոգատարությամբ, գորովանքով է շրջապատել ինձ ու Ալենին։ Մի անգամից սիրել է Ալենին։ Ալենին չսիրել անհնար էր։ Ընդամենը 11 տարեկան էր, երբ մենք ամուսնուս հետ հանդիպեցինք, և երբ ինքը առաջին անգամ Ալենին տեսավ, աչքերից հիացմունքը կաթում էր։ Բացարձակ գրական հայերենով խոսող փոքրիկ մի հրաշամանուկ, բարեկիրթ, հարգալից, քաղաքավարի։ Ուրիշ զգացում չէր էլ կարող լինել։ Եվ ես կարող եմ ասել, որ վստահաբար անսահման երախտապարտ եմ և ամուսնուս և Ալենին, որտև որպես կին նրանք երբևէ ինձ չեն կանգնացրել երկընտրանքի առջև, ընտրել զավակին, թե ընտրել տղամարդուն։ Եվ հանուն արդարության ասեմ, որ ամուսնուս ի սկզբանե, երբ ինձ ամուսնության առաջարկությունը արվեց, ի սկզբանե ասել եմ, որ ես և Ալենը մի մարդ ենք։ Անգամ ջրի կաթիլը կամ մի մազը չի կարող մեր արանքով անցնել։ Եվ դու ունես ընտրելու հնարավորություն։ Կամ մենք երկուսս միաժամանակ դառնում ենք քեզ համար սիրելի ու հարազատ ու թանկ, կամ մեր ճանապարհներն ուղղակի չեն կարող համատեղվել։ Եվ փառք ու պատիվ ամուսնուս։ Անգամ չթողեց, որ նախադասությունը ավարտին հասցնեմ։ Աչքերում զարմանք պատասխանեց, որ իմ մտքով անգամ չի անցել երբևէ ձեզ առանձնացնել։ Ու այնպիսի ներդաշնակ մթնոլորտ է մեր ընտանիքում տիրել, այնպիսի սեր, գորովանք, գուրգուրանք, ես հաճախ հումորով բարձրաձայնում էի, որ ինձ թվում է, թե Ալեն, Գևորգը քո բիոլոգիական հայրն է, այնքան նման էին իրար տեսակով։ Երկուսն էլ հանգիստ, հավասարակշռված, խաղաղ,
հանդարտ, համեստ, նրբազգաց եւ հնարավոր ամեն պայման երկաղմանի ստեղծում էին, որ ես ինձ բացարձակ երջանիկ զգամ եւ ես իսկապես լողացել եմ սիրո ծովի մեջ եւ այնքան երախտապարտ եմ, նորից եմ ասում, որ ստիպված չեմ եղել ընտրություն կատարել։ Իսկ որ Դավիթը ծնվեց նաս։ Այո, շատ բարդ էր նաեւ այդ որոշումը կայացնելը։ Ալենն արդեն 15-ամյա պատանի էր, իր հետաքրքրություններով, ընկերների լայն շրջանակով, եւ ես հասկացա, որ ներսումս շատ սեր է կուտակված, շատ սեր, բայց մայրական սեր, եւ չեմ թաքցնում, շատ մեծ ու գեղեցիկ զգացմունք է ինձ ու ամուսնուս կապել իրար։ Մեզ ոչ մեկ չի ստիպել գնալու այդ քայլին, մենք երկուսս էլ կայացրել ենք շատ լուրջ որոշում։ Իհարկե ամուսինս երբևէ ընտանիք չի ունեցել, երեխաներ չի ունեցել, չուներ փորձառություն եւ այդ մեծ զգացմունքի սիրո արդյունքում ծնվեց մեր շատ գեղեցիկ ընտանիքը ու բնականաբար այն չէր կարող չպսակվել եւս մի լուսավոր կետով, որովհետեւ յուրաքանչյուր սիրող զույգ բնականաբար ուզում է ամենքից մի մասնիկ ունենալ, որը միայն երեխայի մեջ է։ Եվ բավական լուրջ տարիքում ես 40-ամյա երիտասարդ կին էի, ամուսինս 43-ում, որոշումը կայացվեց ունենալ Դավիթին, բայց ունեինք նաև մի շատ կարևոր ու լուրջ հարց, ու ես էլի եմ ասում, քանի որ ինձ համար ամենից կարևորը Ալենի հոգեվիճակն էր, ես առաջինը հարց տվեցի Ալենին, Ալեն, ինչ ես կարծում, ես ուզում եմ բալիկ ունենալ, դու ինչ կարծիքի ես, դու չես տխրի, դու չես խանդի, դու չես ընկճվի, եւ ես տեսա պայծառ լուսավոր աչուկներով Ալենին, մամ, ունենում ենք, հասկանում եք, այնքան ինքը յուրօրինակ տեսակ էր, որ կարևորը ես երջանիկ լինեի, այո, մամ դու ուզում ես, հետևեց հարցը, ասեցի շատ Ալեն ջան, մամ ունենում ենք, եւ ինչ հետևեց պատասխան, թեկուզ աշխարհը քո դեմ ելնի, ես քո կողքին կանգնած եմ։ Նազ, մեր սիրելի ընկերն է Ամյո բանկը, մեր ընկեր օգնական հատկապես ճամփորդությունների ընթացքում, իսկ ես գիտեմ, թե դուք ձեր սիրելի ընտանիքի հետ որքան եք ճամփորդում, որքան երկրներ եք մեկնում, ու առաջինը գիտեմ, որ ցուցասրահներ եք գնում, պատկերասրահներ, դա առաջի տեղում է։ Բայց երբ որ մենք ունենում ենք Ամյո բանկի Visa Platinum քարտը, մենք կարողանում ենք օդանավակայանում այդ բիզնես սրահներում անվճար հյուրասիրվել, այդ գրանցման հերթերը խնայել ժամանակը չսպասել, ճամպրուկները անվճար փաթեթավորել, մի խոսքով Ամյո բանկի Visa Platinum քարտը դառնում է մեր փայլուն օգնականը։ Ու ես գիտեմ, որ Ալենը որքան նվիրված ու հավատարիմ ընկեր էր, ու գիտեմ, որ հետաքրքիր ցիտելու բան ունենք Ալենից, ընկերության հետ կապված։ Ցիտեմ Ալենի խոսքերը ընկերության վերաբերյալ, ասում էր կան ընկերներ եւ կա ընտանիք, եւ կան ընկերներ, որ դառնում են ընտանիք։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իդեմս Ամյո բանկի դուք ունեք այդ ընկերոջը եւ հաճույքով ասեմ նաեւ, որ Ամյո բանկի հետ ունենք նաև մենք ընկերություն եւ նրա շնորհիվ այո ճամփորդում ենք եւ օգտվում ենք բիզնես լաունջի հաճելի ծառայություններից։ Շնորհակալ եմ Ամյո բանկին եւս մեկ քարտ նվիրելու համար եւ իհարկե ձեզ իմ շատ սիրելի քնարիկ։ Նազ, իսկ Ալենի ու Դավիթի հարաբերությունները ինչպես են, ես գիտեմ, որ հիմա Դավիթը շատ է կարոտում Ալենին։ Այո։ Գևորգից ավելի շատ հոգ էր տանում Դավիթի մասին։ Կանեք երբեք չեն ընտրում ուժեղ լինելու ճանապարհը, ինձ թվում է։ Անկամ ամենից ուժեղ կանեք, սովորաբար որ մարդիկ հիանում են, ասում են, ախ, ինչ ուժեղ կին է։ Ինձ թվում է իրենք ամենափխրուն կանայք են։ Ամենից էմոցիոնալ, ամենից նրբանկատ։
ես քեզ տեսել եմ ուղակի մոխրացած վիճակում, ջախջախված։ Բայց ես այնքան ուրախ եմ, որ հիմա քեզ տեսնում եմ, այ որ պատմում ես Ալենի մասին, ժպիտով ես պատմում, որովհետև կա Դավիթը ու Դավիթը քո աչքերում պիտի տեսնի միայն արցունք չէ, պիտի ուրախություն էլ տեսնի, որը շատ կարևոր է։ Ինչն է քեզ այսօր ուժ տալիս, որովհետև դու ահռելի մեծ նախագծեր ես անում Ալենի հետ կապված։ Ինձ թվում է դա է, որ քեզ իհարկե կյանքի է կոչում։ Ներկայացումներ, փառատոններ գրքի, օլիմպիադաներ, ճիշտ եմ։ Այո։ Գրքասերի պուրակը, որը ամենը Ալենի մասին է խոսում, Ալենի օդն է տիրում։ Այո, քնարս, այսպես ասեմ, հարազատս։ Դու բոլորից քաջածանոթ ես իմ կյանքի բարդ, փշոտ ու փոշոտ ճամփեքին։ Թե անձնական կյանքում, թե գործնական դաշտում։ Բայց ինձ միշտ մի բան է առաջնորդել։ Վստահությունը, որ միևնույն է։ Տիեզերք դու ինձ ծնկաչոք չես տեսնելու կյանքի ոչ մի պարագայում։ Ես ձեռնոց եմ նետել այդ տիեզերքին ասելով. որքան էլ իմ առաջ փորձություններ դնես, որքան էլ փորձես ինձ նեղել, ես ավելի կարծրանալու եմ, ավելի ամրանալու եմ, ավելի ամուր եմ կանգնելու հողին ու ոտքիս վրա, հենց միայն նրա համար, որովհետև ես մայր եմ։ Եվ ես միայն Ալենի մայրը չեմ։ Ես մայրական պարտավորություն ունեմ նաև իմ Դավիթիս նկատմամբ։ Ես չեմ կարող իմ սիրտը հավասար չբաժանել երկու մասի։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մոր սիրտ հավասարաչափ բաժանված է այնքան մասերի, քանի զավակն ունի։ Եվ անգամ իմ բախտակից մայրերին ես փորձել եմ կոչ անել, մտածել նաև մյուս զավակների մասին։ Այո, սրանից մեծ տառապանք մոլորակում չի կարող լինել, ուղղակի չի կարող լինել, որովհետև տիեզերքի հավասարակշռությունը խախտվել է։ Զավակը պիտի հողին հանձնի իր ծնողին եւ ոչ թե հակառակը։ Բայց մենք պարտավոր ենք չկոտրվել, չխելագարվել կամ խելագարվել, բայց հետ գալ այդ խելագարությունից, հավաքվել, նախ որովհետև մենք մայրական պարտք ունենք նաև մեր մյուս զավակների նկատմամբ, ու մեր մյուս զավակները ոչինչով մեղավոր չեն մեր ճակատագրի համար։ 6-ամյա Դավիթը ոչինչով մեղավոր չէր Ալենի կայացրած այդ վճռի համար ու որոշման, որի հետևանքները կրում է ու դեռ պիտի կրի։ Դավիթը այս աշխարհում իր բաժին արևը ունի, իր ճակատագիրն ունի, որ իրավունք ունի վայելելու կյանքի բերկրանքը, ուրախությունը։ Վերջապես Դավիթը եւս իրավունք ունի տեսնելու ժպտացող մայրիկի, գեղեցիկ հագնված մայրիկի, խնամված ու հարդարված մայրիկի, որովհետև Դավիթը եւս լինելով շատ նրբազգաց, իր յուրաքանչյուր բջիջով նա եւս զգում է իմ տրամադրությունը։ Ես աշխատում եմ, որպեսզի Դավիթի մոտ չլացեմ։ Աշխատում եմ ինձ ուժեղ ամուր պահել, բայց ինչպես ամուսինս է ասում, երբ բոլորը միաձայն ասում են, որ ես չափազանց ուժեղ կին եմ, ամուսինս ժպտադեմ ասում է միայն ինձ տան պատերին և նազելի բարձին են հայտնի, թե որքան թանկ է նստում իր վրա իր այդ ուժեղությունը, որովհետև երբ դու արդեն մենակ ես, երբ ինքդ քեզ հետ ես զրույցի ժամանակ, դու գիտակցում ու հասկանում ես քո վիճակի ողբերգությունը, քո դժբախտության, քո տառապանքի ծանրությունը, եւ որ ամենից ցավալին է,
քո անզորությունը, որ դու ոչինչ չես կարող անել, այլևս հետ բերելու նախկին երջանիկ իրականությունը։ Ու քեզ մնում է մի որոշում, լինել ուժեղ, լինել հզոր, լինել հաստատակամ, գտնել այն ուղին, որով կփառաբանես զավակի տանունը։ Ու ես ասեցի, տիեզերք, դու ինձնից խլեցիր իմ ամենից թանկը աշխարհում, բայց ես կգտնեմ նրան հավերժության տալու բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն ու մեթոդները։ Ես հասկացա, որ Ալենի անունը ամեն մանկան, ամեն պատանու աղջկա, ամեն ծնողի, ամեն մանկավարժի շուրթերին ու մտքում պիտի լինի։ Ու ես հասկացա, որ իմ զավակը բացի քաջ ու առնական հայորդի լինելուց, նա կրթության ջատագով էր, արվեստի, գիտության մարդ էր։ Նա թողել է մի հսկայական ժառանգություն անկախ երիտասարդ տարիքից, եւ ես պարտավոր եմ սերունդներին հասցնելու այդ մասին։ Ու մեկը մյուսի ետևից ծնվեցին գաղափարները, կյանքի կոչվեցին նախագծերը։ Մանուկների համար արվեց Ալենի 3 հեքիաթների հիման վրա բեմադրվեց տիկնիկային թատրոնը, դետեկտիվ Ալենը, որ արդեն 100,000-ավոր մանուկների ու մեծերի բերկրանք է պատճառում։ Յուրաքանչյուր ամիս տիկնիկային թատրոնում մշտական խաղացանկում է։ Ես հասկացա, որ ընթերցանության ու կրթության լույսը Ալենյան գաղափարախոսությունը պիտի տարածվի աշխարհով մեկ։ Եվ ծնվեց ընթերցանության մրցույթի գաղափարը, լայնամասշտաբ, ամբողջ հանրապետության մոտ 1400 դպրոցներ, հանրապետությունից դուրս ընթերցասեր մեր աշակերտները ուզում են մասնակիցը դառնալ, բոցավառվում են, կարդում են, կրթվում են, հաղթում են, ստանում են Ալենյան կրթաթոշակներ, խրախուսական մրցանակներ, մեկնում են ճամփորդության ճանապարհորդ Ալենի հետքերով։ Ընթերցասերի պուրակը, գրքասերի քանդակը, որ հարստացրեց մշակութային մեր ժառանգությունը, այն իրականում հրաշալի նվեր դարձավ մեր ժողովրդին, ինչու՞ չէ նաև զբոսաշրջիկներին, հարթակ դարձավ։ Եվ իհարկե շատ մեծ մեր սառցե շոուն, բարության, սիրո, ջերմության վառապացույց, Ամանորի շեմին մենք ունեցանք պրեմիերա, Ալենի լեգենդ Ամանորյա կախարդանքի մասին հեքիաթը վերածվեց սառցե մեծ հրավառության, հայ գեղասահորդների մասնակցությամբ, որովհետև Ալենը մշտապես աջակից էր, անպայման ուզում էր լինել երիտասարդ ստեղծագործողների կողքին, այո, եւ երբ նվերներ ընտրելու անհրաժեշտություն էր լինում, ինքն անպայման ուզում էր հայ արտադրողի, հայ արվեստագետի կողքին լինել, անկախ այն հանգամանքից, որ Ալենը աշխարհի մարդ էր, գնահատում էր աշխարհի արվեստագետներին, բայց ուզում էր սատար կանգնել եւ ստեղծվեց Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը բացառապես մեր ընտանեկան բյուջեն է։ Ամուսնուս տքնաջան աշխատանքի արդյունքում մենք մեր բաժնից բաժին ենք տալիս շնորհալի երեխաներին, տաղանդավոր երեխաներին, վճարելով նրանց կրթության վճարները, ուսման վճարները, փորձելով աջակիցը լինել եւ իհարկե ամբողջ Ալենի սոցիալական էջերը հեղեղված են հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրատվություններով ու բնականաբար մենք չէինք կարող Ալենի այդ իղձը եւս կիսատ թողնել ու փորձում ենք հնարավորինս սատար լինել նաեւ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ընտանիքներին, որովհետեւ գիտակցում ենք, թե ինչքան դժվար է նրանց մեր օրերում հատկապես։ Ես սիրում եմ տանիքում գինի խմել ու առհասարակ տանիքում գինի խմելը մի այլ խորհուրդ է կրում ու խմելու ենք ամենից արտիստիկ գինին Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրով լիք մուզիկ ենք խմելու մեր սիրելի Ալենի համար։ Անչափ շնորհակալ եմ եւ հաճելի զուգադիպությամբ
մեծագույն արվեստագետի անունը կրող գինով խմում ենք դարձյալ արվեստագետ Ալենի համար։ Շնորհակալություն, սիրելիներս։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը, Իտալ Սոլարը, Ամիո բանկը, Մուսա Production, Սրտի տանիքներ։